Հələ տենանք ընտրություն կլինի թե չէ։ Իսկ հասկացում եք, որ կարող է ընտրություն լինի։ Առնաշփոթ մի բան կարող է ստեղծվել ու Իրանում ինչ է կատարվում։ Մեկ է տեսարան էս մի ֆորս մաժորներ լինի, բան ամեն ինչը խառնվի իրար էլ։ Կարծում եք, որ մասնակցել ամեն դեպքում պետք է։ Անպայման, հա։ Այսինքն գիտեք ում եք ընտրել։ Անպայման, չէ, 3-ից 1-ին, բայց հələ չեմ որոշում։ Ես դեռ 90-ական թվականներից եմ կողմնորոշված։ Այն կուսակցությունները, որոնք խելոք մտքեր են արտահայտում, գրագետ մտքեր են արտահայտում, ես դրանց կողմից եմ, ով կընդունի դրանից։ Այսօր մենք ոչ թե պետք է մտածենք ում ընտրենք, այլ չմտածենք, որ պրծնենք սրանց չընտրենք։ Ես ոչ Նիկոլին եմ ընտրել, ոչ Քոչարյանին, ոչ Սերժին, ոչ դաշնակներին, ոչ էլ Արամ Սարգսյանին։ Այն նոր ոչ են հիները, ոչ էլ ներկան, նոր մարդիկ։ Այո։ Դա հիմնական։ Ամենակարևոր հարցերը հիմա որոնք են, որ պիտի լուծվեն Հայաստանի համար ձեր կարծիքով։ Անվտանգության հարցերն ամենակարևոր, ուրիշ ոչ մի բան։ Կարանք սոված լինենք, ես ինչ, բայց անվտանգությունը ամենակարևորն է։ Դեռ չեմ կողմնորոշվել, բայց հակված եմ, որ չեմ գնալու։ Իսկ ինչու։ Գիտեք ինչ, եթե ես գամ ձեզ մոտիկանամ եւ ասեմ, եկեք գնանք ինչ-որ մի գործ ձեռնարկենք, առաջին հերթին դուք հարցնելու եք, ասելու եք, իսկ դա ինչ գործ է, ինչ է իրանից դա ներկայացնում, այսինքն դուք ինձանից կուզենաք կարճ ասած ծրագրային հիմնավորում, որ ես կարողանամ իմ գաղափարներով, ծրագրերով համոզեմ։ Եթե ես ես կանգնեմ, ասեմ, դե գնանք մի բան անենք, հետո լավ կլինի, դուք ըստ երևույթի ինձ կհամարեք ավանտյուրիստ։ Եվ ինչ-որ մտավախություն կառաջանա։ Այսօրվա մեր թե գործող իշխանությունը, թե ընդդիմությունը ինձ մոտ մտավախություն են առաջացնում, եւ ես կարծում եմ, որ այնտեղ ավանտյուրիզմից բացի ուրիշ ոչինչ չկա։ Քաղաքական դաշտում էլ եմ ասում, շիլաշփոթ է, խառնաշփոթ է։ Իշխանության տեսանկյունից իրենք իրենց գործը լավ անում են։ Այ ընդդիմադիր դաշտը, ախր ինչ է նշանակում, նույն 23 թվականին հերո չգրանք, 23 թվականին այդ բոլորը միահամուր փողոցներում պայքարում էին լավորվա համար։ Այսօր միահամուր ժողովրդական լեզվով ասած հազար ներողություն քլնգում են իրար։ Ախր երեք դուք իրար կողք էիք, այս ոնց ստացվավ այսօր ուղղակի քաղաքական շահերը չի բռնում եւ ուղղակի տենց ամենավերջին այն հայոյախոսությամբ իրար վատաբանում են։ Դժվար է կողմնորոշվելը։ Դժվար է կողմնորոշվել սովորական մարդու համար, դժվար է կողմնորոշվել, եթե դու երեք մեկին համարում ես ընդդիմություն, այսօր այդ ընդդիմությունը եղած ընդդիմության վրա է դարձել ընդդիմություն։ Կողմնորոշված եմ, այո։ Ինչն է օգնել ձեզ, որ կողմնորոշվեք։ Այս ամեն ինչը, այս բոլոր իրադարձությունները, աչքիս առաջ տեղ ունեցող փոփոխությունները եւ այդպես շարունակ։ Փոփոխությունները բավականին երկար, դրական իմաստով։ Կա մի բան, որ ձեզ դուր չի գալիս այս քարոզարշավ։ Որոշ բաներ կան, որ ես կուզեի բոլորովին այլ կերպ լիներ։ Այդ մեկը կար։ Չէ, չեմ ասի, այդ մեկը չեմ բացահայտի։ Բայց կա չեմ բացահայտի, որպեսզի իմ կողմին մի քիչ չթուլացնեմ։ Այսինքն դուք ձեր ուզած կողմի որոշ քայլերից եք դժգոհ։ Մի երկու բաներից դրա համար ես դա չեմ բարձրաձայնի, հասկացա։ Բայց ինչպես եք կարծում, ինչպես է ձեր դժգոհությունը հասնելու իրենց կամ ինչպես են իրենք իմանալու, որ իրենց էլեկտորատը կա բաներ, որ չի հավանում։ Երևի պետք է չի որ հասնի։ Հավատացեք, այդ գուցե զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե ես ուրիշ բան կուզեի, բայց բարձրաձայն չեմ ասի, չեմ խոստովան։ Ոչ, չեմ կողմնորոշվել։ Հենց ձեզ էինք ման գալիս։ Մարդ ով չի կողմնորոշվել, հետաքրքիր է, ինչ է անհրաժեշտ, որ դուք կողմնորոշվեք։ Ինչին եք սպասում։ Չգիտեմ։ Չեմ սպասում ոչ մի բանի։ Գնալու եք բայց ընտրության։ Այո։ Բայց ում կընտրեմ, դեռ պարզ չի։ Այ հենց պիտի քարոզարշավը հավանաբար նպաստի, հա դրան։ Չեմ կարող ասել։ Չեմ հավատում ոչ մեկի։ Այսինքն այդ օրը վերեք կենալու Մտածեմ ում կընտրեմ այդ օրը, տենց պատահականության սկզբունքով։ Այսինքն նույնիսկ հնարավոր է պարզապես Ջնջեմ։ Բոլորին։ Վերջ։